Ողջույն սիրելիներ, այսօրվա ավետարանական հատվածը, որ ճաշու ընթերցվածն է, ուսուցանում է մեզ խոնարհության մասին։ Մետր Հիսուս Քրիստոս ասում է. երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի, և քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի. սրան տեղ տուր, ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել, այլ երբ հրավիրվես, գնա բազմիր վերջին տեղը, որպեսզի երբ քեզ կանչողը գա և քեզ ասի. բարեկամ, ավելի վեր մոտեցիր, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես, որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա։ Սիրելիներ, քրիստոնեական առաքինությունը կայանում է նրանում, որ մենք գիտակցելով մեր ախտերը, այն զսպում ենք Աստծո երկյուղով և կամենում ենք բարին կատարել ի հեճուկս մեր մեջ եղած չարի։ Հպարտություն, նախանձ, բարկություն, ամեն տեսակ չար կիրք, որ մեր մեջ կա, իրեն յուրահատուկ կրակն ունի, որ այրվելով այրում է մեզ, և մենք Աստծուն աղաչում ենք միշտ, որպեսզի այդ կրքերից մեզ ազատի։ Մինչդեռ եթե կրքերը մեկը մյուսին համադրվեն, ամեն մեկը մյուսին բորբոքելով այրում է մեր անձը և գեհենի կրակին արժանի դարձնում։ Ինչքան կարևոր է, որ մենք գործադրելով Աստծո երկյուղը աղաչենք և խնդրենք Աստծուն, որպեսզի մեզ մեր ներքին այս կրակներից ազատի։ Տեսեք, ժամերկության ընթացքում աղոթքի մեջ մենք վկայակոչելով այն 3 մանուկներին՝ Սեդրաքին, Միսակին և Աբեդնագովին, ովքեր Նաբուկոդոնոսոր արքայի կողմից նետվեցին կրակի մեջ, ասում ենք, թե Աստված ազատեց նրանց այդ կրակից և աղաչում ենք Աստծուն, որ մեզ ազատի մեր ներքին կրակներից, այդ ներքին այրող կրքերից։ Մինչդեռ այս ամենով հանդերձ քրիստոնյայի առաքինությունը կայանում է նրանում, որ նա զսպում է այդ ամենը և դուրս չի տալիս, այլ դրա փոխարեն և հատկապես դրանց համար ապաշխարելու համար կատարում է բարին։ Ուստի հարազատներ, տեսեք այս ավետարանական դրվագը ինչի մասին է ուսուցանում, որ եթե խոնարհվենք ի հեճուկս հպարտության, ապա Աստծո գովեստին կարժանանանք։ Ձգտում ենք առաջ գնալ, ձգտում ենք ամենից առաջ պատվի արժանանալ, ամենից առաջ մտնել Աստծո արքայություն, մինչդեռ Աստված, ողորմած Աստված, թեպետև նույն բանն է կամենում, բայց կամենում է, որ մենք առավել ևս ինքներս արժանի լինենք Աստծո արքայության։ Ուստի և սիրելիներ, կատարենք Տիրոջ խոսքը, խոնարհվենք և հարգենք և սիրենք միմյանց, մանավանդ որ Տերը մեզ պատվիրում է ասելով. ինչ որ կկամենաս, որ քեզ անեն, նախ դու արա նրանց համար։ Եվ Սուրբ Պողոս առաքյալն էլ ասում է. սուրբ սիրտով մեկդ մյուսին միմյանցից լավը համարեցեք, և եթե խոնարհվենք միմյանց առջև, Աստված մեզ կբարձրացնի։